այդ ավանդույթը գալիս է դարերի խորքից, սակայն նրա մասին ավելի մանրամասն մենք հանդիպում ենք 19-րդ դարի ազգագրագետների ուսումնասիրություններում, կոնկրետ հոգեհացի արարողությունը Արցախում անվանում էին ժմահաց։ Օրինակ ըստ Լալայանի այդ սեղանը բավականին համեստ էր լինում, ասիկան ընդամենը ասենք խաշած միս, լոբի, խմիչքներից գինի եւ օղի, այդ ամենը խոսում էր միայն քահանան։ Հոգեհաց տալու ավանդույթը պատմական արմատներ ունի հայոց մեջ, սակայն այն ոչ մի ընդհանրություն չունի մեր օրերում հաճախ հանդիպող ծանր սեղաններով ճոխ հացկերույթների հետ։ Ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը դայերի խորքից հասած նկարագրություններին մերօրյա սեղանապետը իր փորձին է հղում կատարում։ Այդ սեղանների առատությունը, որը երբեք հոգեհացի սեղանները աչքի չեն ընկել, այսօր այդ երևույթը դժբախտաբար կա եւ մարդիկ հսկայական ծախսեր են կատարում, որը, ասենք, հարիր չէր մեր ավանդական կենցաղին։ Գիսեի սեղանները ղեկավարում, բայց եւ ուրախության եւ տխրության համար։ Ճիշտն ասած, ես չի տարբերում այն ժամանակ իմ կարծիքով, թե որն է ուրախության սեղանը, որն է տխրության։ Միակ տարբերումը, որ տխրության սեղանում խորոված չկար։ Հետո այդ կենացների անընդհատ քանակությունը անգամ մարդիկ ստիպում էին, որ ոչ թե բավարարվել 5-6 բաժակով, անգամ 7-8, դե այդքան օղի խմելուց հետո մարդկանց տորությունը տրամադրությունը ոչ պետք է լինի։ Իհարկե բավականին հեռացել ենք մեր իսկական ավանդական այդ հոգեհացի արարողությունից եւ կարելի է այնպես անել, որպեսզի այդ ամենը իր չափի մեջ լինի։ Ազգագրագետ չի, բայց թաղի բնակիչներին նույնն է առաջարկել հին արմենավանի թաղկոմը, գիտական հիմնավորումներին էլ խնդրի հետ կապված սոցիալական հիմնավորումներն է ավելացրել։ Ոչ մեկը ձեռին փող չլինում, մեր տանեն հասկերություն անեն, դա որոշեցինք որ հաշ տանք։ Հեսա ուժեր եթե չեմ սխալում են տարուկեսը։ Ու էլ շարունակում, անհաղթել պահում են։ Արմենավանցիները այս նախաձեռնությանը սկզբում լուր համաձայնություն են տվել, իսկ այսօր իրենց շնորհակալությունն են հայտնում, հիմնավորումները անփոփոխ են։ Պատահում է ժամանակ, որ ուրեմն այդ հանգուցալ ετերը չի իմանում թե ինչ անել։ Հոգավորը մասի մտածի, թե հացի մասի մտածի։ Մեկին ունի, մեկին չունի։ Դրա համար էլ ես գտնում եմ դա ճիշտ։ Ժողովրդի վիճակի չեն 80% երևի մեր քաղաքում, մեր հանրապետությունում ի վիճակի չեն հացը հաղորդակավորման համար պատրաստ է։ Նախաձեռնությունը ողջունում են նաև նրանք, ովքեր նշված 80%-ի մեջ չեն։ Այս որոշումը արմենավանցիներին հարուստների եւ աղքատների չի բաժանել։ Հարուստները կան, բայց ճիշտ ասած, իրանք էլ չեն հաստատալիս հա։ Եվ բոլորը օրհնում են այդ միտքը արտահայտող են, այդ սկիզբը դնող են։ Դեռ ավելին, արմենավանցիների օրինակին նաև հարևան թաղամասերում են սկսել հետևել։ Արմենավանցիները դա արձանագրում են պիոնների հպարտությամբ եւ հավատում, որ իրենց նորակառույց հանդիսությունների տունը միայն ուրախ առիթների է ծառայելու։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, օր։